Սիրելի ուսուցիչներ, նախ շնորհավորում եմ ձեզ ուսուցչի տոնի կապակցությամբ եւ շնորհակալություն եմ հայտնում այս բարդ մասնագիտությանը տարիներ շարունակ նվիրված մնալու համար։ Եվ ուզում եմ ասել, որ հենց ձեր շնորհիվ է, որ այսօր մենք մեր ինքնությունը եւ ազգային դիմագիծը պահպանել ենք։ Ձեր հոգեբան մանկավարժի լավագույն օրինակը թող այսօր էլ կրթի ծերուններ։ Ապրեք երկար եւ ձեր նվիրական սիրով դաստիարակեք արժանապատիվ եւ նվիրյալ մարդիկ։ Ես հույս եմ հայտնում, որ Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում այսօր էլ մեր ուսուցիչները պայքարելու են իրենց առաքելության համար։ Ձեր կատարած գործը արժանի է բարձր գնահատականի եւ ամփոփելով խոսքս ուզում եմ մեջ բերել նորին սուրբ օծություն Տեր Գարեգին առաջինի խոսքը։ Այն ազգը, որ դպրոցին մեծապես կարևորություն չի տալիս, անձնասպանություն է գործում։ Մի գեղեցիկ խոսք կա, որ ասում է. եթե ուզում ես բանտ փակել, դպրոց բաց արա, այսինքն դպրոցը կրթական օջախ է, ուր մարդը սովորում է մարդ լինել, հայը սովորում է հայ լինել։ Մի խոսքով, մեր մարդկային եւ ազգային ինքնությունը, ով լինելու պատրաստություն օջախը դպրոցինն է։ Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի ուսուցիչներ։ Համահայկական ճակատ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյան։ Ուսուցիչ, այս անունն արտաբերելիս կարծես սարսուռ է անցնում բոլորիս մարմնով։ Ուսուցիչն է մեր լույս, մեր հույս տվողը, ուսուցիչն է մեր անձը կերտողը, ուսուցիչն է այն ամենի տերը, ինչ որ կատարում է այս երկրագնդի վրա։ Հենց ամեն ինչ սկսվում է ուսուցչից, տանում դեպի ուսուցիչը։ Այսօր Համահայկական ճակատ կուսակցությունը ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ իր կուսակցական ողջ կազմով նախաձեռնել եւ կազմակերպել է միջոցառում նվիրված ուսուցչի տոնին։ Հիշարժան այս տոնին ներկա են թե Հայաստանի Հանրապետության, թե կոնկրետ Երևան քաղաքի, թե շրջաններից հրավիրված ուսուցիչներ, թե Արցախի Հանրապետությունից տարհանված ուսուցչուհիներ, ովքեր որևէ կերպ իրենց տեղը գտել են Երևանի դպրոցներում եւ նաեւ շրջակա դպրոցներում, այս պահի դրությամբ դասավանդում են տարբեր առարկաներ, նրանք եւս հրավիրել են մասնակցելու։ Շնորհակալությունս եմ հղում Համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր պարոն Արշակ Կարապետյանին այս հնարավորությունը ընձեռելու համար եւ ուսուցիչներին հարգելու, ուսուցիչների այս խորհրդանշական տոնը թույլ տալու, որ այսպիսի մակարդակով մենք նշենք։ Նաև երախտիկի խոսքեր եմ ուզում հղել բոլոր մանկավարժներին, բոլոր ուսուցիչներին, ովքեր երտում են մատղաշ սերնդին, ովքեր պատասխանատվություն են ստանձնել մեր հայրենիքի կայացմանը, մեր հայրենիքի, մեր պետականության կերտման, իրենց ներդրման համար։ Բարդ աշխատանքով մարդկանց օրն է, որովհետև հիմնականում եթե մենք ուզում ենք ունենանք պետություն, պետականություն, սա գալիս է ուսուցիչներից, իրանք են կրթում մեզ, մեր երեխաներին, մեր ապագան, ասում եմ, եթե ուզում ես ունենաս լավ երկիր, պետք է ունենաս կիրթ հանրություն, իսկ եթե ուզում ես հիմա ունենաս վատ երկիր, օրինակ այսօրվա երկիրը, պետք է ունենաս անկիրթ հասարակություն։ Մեր ուսուցիչները շատ բազմաչարչար են, իրանց գործը շատ դժվար է, որովհետև ընտանիքներ կան, որ երեխաներին չեն դաստիարակում եւ այդպես ուղարկում ենք դպրոց, մանկապարտեզ, այսինքն մանկապարտեզ, դպրոց, հետո բանակ եւ մենք ասում ենք մեր երեխաները եւ այլն բան sense։ Հիմնական խնդիրը ուսուցիչներին շնորհավորում եմ, ցանկանում եմ իրենց երկար տարիների անառիկ աշխատանք, որ կարողանան մեր կիսատ թողած լուծը մեր ընտանիքների քաշեն, որովհետև հիմնականը թողում ենք իրանց վրա։ Համահայկական ճակատ շարժումն եւ կուսակցությունը միշտ գնահատում է Հայաստանի Հանրապետությունում ու գնահատելու է 3 մասնագիտություն։ Իր համար առավելագույնը այդ 3 մասնագիտություններն են՝ ուսուցիչ, բժիշկ, զինվորական։ Այսօր իմ գոլեգաները կփաստեն, որ մենք մեծ մարտահրավերի առաջ ենք
եւ կատարում ենք այնպիսի առաքելություն, որ ոչ մի մասնագիտություն չի կարող դա անել։ Չէ որ այստեղից է կրթվում բոլոր սերունդները եւ պետք է այնպես անել, որպեսզի աշակերտը լիարժեք իրեն զգա եւ հայեցի դաստիարակություն ստանա։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ նման հնարավորության համար։ Աշխատել եմ Ստեփանակերտում եւ այսօր ես ուզում եմ շնորհավորել մեր բոլոր ուսուցիչներին Քրիստոսից Մաշտոցից հետո ուսուցիչ անվանումը կրել են այն մարդիկ, ովքեր դասավանդել, կերտել են ապագա քաղաքացուն։ Ես ուզում եմ ասել, որ մեր պաշտպանության բանակը արտաքին թշնամու համար է, որպեսզի պաշտպանի հայրենիքը։ Իսկ ուսուցիչը ներքին բանակի զինվոր է, որ զինվորագրվել է եւ ամբողջ կյանքում նվիրված ծառայում է այդ պաշտպանությանը։ Ես ուզում եմ, որ խաղաղ երկինք լինի, որ մեր Արցախի մանկավարժները կարողանան իրենց տեղը գտնել, օրինակ ծառայել եւ աշխատել մեր մայր Հայաստանում ապագա քաղաքացու կերտման ու դաստիարակության լծված դժվար գործին։